знаешь, после этого. Այս Գվարդիոլայի թիմերը ինչ լավ տիկի-տակա են խաղում։ Կարող եմ մենք էլ խաղանք։ Давай. Եթե դու ես ուզում խաղալ տիկի-տակա, ապա մասնակցիր մեր մրցույթին։ Տիկի-տակա, սեղանի խաղ ֆուտբոլասերների համար։ Էդուարդ Սպերցյանը Կրասնոդարի կազմում նվաճեց Ռուսաստանի չեմպիոնի կոչումը, սակայն սա պարզապես չեմպիոնություն չէ։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես լուսավոր տղան անցնելով ակումբի ամբողջ համակարգով եւ հավատարիմ մնալով Կրասնոդարին, դարձավ թիմի ավագն ու առաջատարը եւ Կրասնոդարյան ակումբին առաջնորդեց դեպի Բաղձալի տիտղոս։ Եկեք վերհիշենք Սպերցյանի հարգանքի եւ հիացմունքի արժանի ուղին։ Всем привет, я Спирсян Эдуард, капитан команды 2000 года рождения. Ակումբի սեփականատեր Գալիցկիին տված խոստումը կատարված է։ Եկել է եվրոպական ակումբ տեղափոխվելու ժամանակը։ Спасибо. Что ты сказал Галицкому после победы? Какие слова нашел? Сделали. Вот это я ему сказал. И поблагодарил. Эдуард, Италия или Испания? Посмотрим. Եթերում կորներն է։ Ցավոք եզրափակիչ եւ վճռորոշ խաղում չկարողացավ պատմական հաջողության հասնել Հենրիխ Մխիթարյանը։ Չեմպիոնների լիգայի եզրափակչում Ինտերը ցավոտ պարտություն կրեց ՊՍԺ-ից, իսկ հայ մայեստրոն ցավոք չկարողացավ Եվրոպա լիգայի եւ Կոնֆերենցիաների լիգայի հաղթողի տիտղոսներին գումարել նաեւ Չեմպիոնների լիգայի Բաղձալի գավաթը։ Անկախ դրանից եւս մեկ անգամ արժանին մատուցենք Փյունիկից մինչեւ եվրոպական թոփ ակումբներ հասած, ֆանտաստիկ ցուցանիշներով լի կարիերա ունեցած, ինչպես նաեւ հայկական ֆուտբոլի մասին ամենաբարձր մակարդակում բարձրաձայնած Մխիթարյանին։ Շնորհակալություն Հենո։ Հայաստանի հավաքականը սկսել է նախապատրաստվել Կոսովոյի եւ Չեռնոգորիայի հավաքականների հետ առաջիկա անկերական հանդիպումներին։ Վնասվածքի պատճառով անկերական հանդիպումներին չեն մասնակցի Օգնեն Չանչարևիչը, Տիգրան Բարսեղյանը, Ուգոչուկ ու Իվուն եւ Վահան Բիչախչյանը։ Հավաքականին չի օգնի նաեւ Լուկաս Սելարայանը, չի հրավիրվել Հրանտ Լեոն Ռանոսը։ Չնայած Հայաստանի Պրեմիեր լիգայից բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստների հրավերին, ազգային թիմում ոչ մի ներկայացուցիչ չունի բրոնզե մեդալակիր Ուրարտուն։ Այս անգամ էլ հնարավորություն չտրվեց երիտասարդական հավաքականի կիսապաշտպան, հիանալի մրցաշրջան անցկացրած Վանի ավագ եւ առաջատար Կարեն Նալբանդյանին։
Կոսովոյի հետ կմրցենք հունիսի 6-ին Պրիշտինայում, իսկ Չեռնոգորիային կհյուրընկալվենք հունիսի 9-ին Նիկշիչում։ Ջոն Վանցխիպի համար լավ առիթ է ավելի մոտիկից ծանոթանալու հնաբնակների հնարավորություններին եւ գործի մեջ տեսնելու նորեկներին։ Մի քանի խոսք էլ հավաքականի տղերքի թարմ նվաճումներից եւ հավանական տրանսֆերներից։ Գեորգի Հարությունյանը Պուշկաշ ակադեմիայի կազմում դարձավ Հունգարիայի փոխ-չեմպիոն։ Արթուր Միրանյանը Ունիվերսիտատեայի կազմում Ռումինիայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Արթուր Սերոփյանը Շերիֆի հետ նվաճեց Մոլդովայի գավաթը։ Իսկ ինչ տեղափոխություններ են սպասվում ամռանը։ Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է պորտուգալական Պորտուն։ Նաիր Տիկնիզյանը առաջարկներ ունի Սերբիայի չեմպիոն Ցրվենա Զվեզդայից, իսպանական Սևիլիայից, ինչպես նաև Հունաստանից։ Լոկոմոտիվում վարձավճարով նախորդ ամիսներն անցկացրած Էդգար Սևիկյանը կվերադառնա հունգարական Ֆերենցվարոշ, իսկ Հրանտ Լեոն Ռանոսը նախ կվերադառնա Բորուսիա, որտեղից կրկին վարձավճարով ավելի համեստ ակումբ կտեղափոխվի։ Արտերկրից եւս մեկ ուշագրավ նորեկ ունի նաև Հայաստանի երիտասարդական հավաքականը։ Կիպրոսի հետ ընկերական խաղերին մասնակցելու համար մինչև 21 տարեկանների թիմ է հրավիրվել շվեդական Օստերսունդի 20-ամյա հարձակվող Էդգար Նավասարդյանը։ Բարձրահասակ եւ ամրակազմ ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս շվեդական Օրեբրո Սիրիանսկայում, որի կազմում անցկացած 28 խաղում 13 գոլ էր հեղինակել։ Այս ակադեմիայում մենք ապահովում ենք երեխաների level up-ը, այսինքն խաղամակարդակի բարձրացումը։ Շատերիդ հետաքրքրեց այդ ինչ level up ակադեմիա է երեխաների համար։ Եկեք նախ մի հատ level up լինենք երկինք ու լոկացիան ցույց տանք։ Ալեք Մանուկյան եւ Չարենցի փողոցների մեջտեղում ԵՊՀ մարզահամալիրին կից գտնվող Level Up ֆուտբոլի ակադեմիան միտված է երեխաների անհատական որակները բարելավելուն։ Ծանոթացեք մարզիչների հետ։ Ֆուտզալի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Հակոբ Ուզունյանը Հայաստանի 10-ակի չեմպիոն եւ հնգակի գավաթակիր է։ 2 անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտզալիստ։ UEFA-ի B արտոնագիր ունեցող մասնագետը նաեւ արժանացել է Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետի կոչմանը։ Կանանց Հայաստանի հավաքականի ավագ Մարալ Արթինն իր ֆուտբոլային ու նաև մարզչական կրթությունը ստացել է Գերմանիայում։ Հանդես է եկել Մյունխենի, Բավարիայի եւ Ֆրանկֆուրտի Այնտրախտի համակարգում, ինչպես նաև Գերմանիայի պատանեկան հավաքականներում։ Հայաստանի ազգային թիմի կազմում 30 պաշտոնական խաղերում 7 գոլ հեղինակած Մարալը նախորդ տարիներին հանդես էր գալիս իսպանական ակումբներում, որտեղ մեծ փորձ է կուտակել։ Ինչու անհատական մարզումներ։ Իմ կարծիքով շատ կարևոր է անհատական մարզումները ինդիվիդուալ աճի եւ զարգացման համար։ Դրա համար մենք ապահովում ենք ինդիվիդուալ եւ յուրահատուկ մոտեցումը ստեղ երեխեքի համար եւ դա իր հերթին բերում է նրան, որ մենք հաջողությունները տեսնելու ենք թիմում եւ երեխեք իրանց աճը եւ իրանց զարգացումը ցույց են տալու թիմային խաղում։ Level Up ակադեմիա երեխաների ֆուտբոլային աճի եւ զարգացման համար։ We hustle. Կարևոր լուր հայկական ֆուտբոլի եւ ենթակառուցվածքների զարգացման համար։ Հայաստանում իր ակադեմիայի մասնաճյուղն է բացում Թուրինի Յուվենտուսը։ Այս օրերին Երևանում կայացավ հավակնոտ համագործակցությունն ու շինարարական աշխատանքների մեկնարկն ազդարարող միջոցառումների շարքը, որին մասնակցեց նաև Յուվենտուսի դեսպան, Թուրինյան ակումբի եւ Ֆրանսիայի հավաքականի լեգենդար հարձակվող Դավիթ Տրեզեգեն։ Արդեն մոտ ապագայում Հրազդան մարզադաշտին կից, ինչպես նաև Ավան համայնքում կկառուցվեն Յուվենտուսի ակադեմիայի մարզաբազաները, որտեղ մարզումներն անցկացվելու են արտասահմանցի մասնագետների ղեկավարությամբ։ Դե ինչ, Benvenuto Juventus։
Հայաստանը դարձել է 11 երկրներից մեկը, որտեղ մեկնարկել է FIFA Arena ծրագիրը։ Ծրագրի շրջանակում Երևանի նոր վարչական շրջանում տեղի ունեցավ արհեստական խոտածածկով փոքր խաղադաշտի բացումը, որին ներկա էր նաև FIFA-ի դեսպան, Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Քրիստիան Կարամբյոն։ Մի խոսքով Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստները, որ գալիս են։ Արհեստական խոտածածկով նոր խաղադաշտ է բացվել նաև Աբովյանում, Վահագն Թումասյանի անվան մարզադաշտին կից։ Ավելի լավ պայմաններ երեխաների համար, ավելի մեծ սպասելիքներ։ Ուրարտուն էլ իր հերթին ակադեմիայի մասնաճյուղ է բացում Ստեփանավանում, Լոռու մարզ բերելով ֆուտբոլային ակտիվություն, ենթակառուցվածքներ եւ երեխաների ժպիտներ։ Ուրարտուն գալիս է Ստեփանավան։ Ella baila todo, bachata y reggaetón, pero se vuelve loca cuando escucha el boom del dembow, boom, 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 boom. Ավարտվեց նաև Հայաստանի Պրեմիեր լիգան։ Նորընծած չեմպիոն Նոան մեր երկիրը կներկայացնի Չեմպիոնների լիգայում։ Իսկ ահա արծաթե մեդալակիր Արարատ Արմենիան, բրոնզե մեդալակիր Ուրարտուն եւ լավագույն քառյակե եզրափակած Փյունիկը կպայքարեն Կոնֆերենցիաների լիգայում։ Հաջողություն ենք մաղթում մեր ակումբներին Եվրագավաթներում։ Կհանդիպենք նոր մրցաշրջանում։